Բարի երեկո, դուք դիտում եք Բաց հարթակը, այսօր իմ հյուրը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես սրբազան պայքար շարժման առաջնորդ Բաքրատ Գալստանյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Պարոն Մկրտչյան, վերջին օրերի կամ վերջին ժամերին տեղի ունեցած գործողություններին կխնդրեմ անդրադառնալ եւ հենց այս որոշմանը։ Գիտեք, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Դեպքը իրավապահների կողմից հանրայնացնելուց հետո ես անընդհատ փորձել եմ խուսափել լրագրողների հետ շփումից, որպեսզի հայհոյանքների տեղատարապ ուղղակի չտեղամ սրանց գլխին, որովհետև սեփական հայրենակիցներին գյուլելու, գնդակահարելու սցենարներ նախապատրաստողներին ես այլ լեքսիկոնով ուղղակի անդրադառնալ չեմ կարող, բայց ստիպված եմ հանրային հեռուստաընկերության տաղավարում։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ Մարդ, որ նախորդ տարի հունիս ամսին ոստիկաններին հորդորում էր հանել սաղավարտները եւ իրենք խաղաղ քրիստոնեաբար որևէ բռնություն չեն կիրառի, դրանից անմիջապես հետո տեսանք, թե բետոնի սալիկները ոնց էր լցնում կամ ուղում ոստիկանների ուղությամբ։ Այս ողջ ընթացքում իր հայտարարություններով վեղարի տակ պահկված, խաչվզին գցած, անընդհատ ինքը դրա մասին էր խոսում։ Մեկնաբանելու շատ բան չկա, բացահայտվել է ահաբեկիչների խումբ, տերորիստների խմբավորում, որը պետքա ստանա օրենքի ողջ խստությամբ իր պատիժը։ Եվ այստեղ այս համատեքստում մի բան եմ ուզում ընդգծել, եկեք ֆիքսենք եւ այս ուղղությամբ եւս մեր քննարկումները տանենք, որովհետեւ շատ կարեւոր է։ Վազգեն Գալստանյանը քաղաքացի, մերօրյա Բեն Լադենը ում կողմից է օրհնվել Կտրիչ Ներսիսյանի։ Եվ կարծում եմ իրավապահները նաև Կտրիչ Ներսիսյանի ուղղությամբ պետք է հայացքներ ուղղեն, հատկապես երեք Մայրաթորի կողմից տարածված պաշտպանող ըստ երևույթին հայտարարությունից հետո ես ինքս ակնկալում էի, որ գոնե թե այս ամեն ինչից հետո Մայրաթորում կգտնվեն խելամիտ հոգևորականներ, ովքեր կստիպեն Կտրիչ Ներսիսյանին այլ ճանապարհով գնալ, այն է փիլոնազրկել տերորիստական նկրտումներ ունեցող նախկին հոգևորականին կամ տերտերին, բայց ցավոք սրտի Մայրաթորը բռնեց հակառակ ճանապարհը, թևերը փռում է եւ իր պաշտպանության տակ է առնում տերորիստական նկրտումներ ունեցող իր սառեցված կամ ինքնասառեցված հոգևորականին ու ըստ երևույթին նաեւ կիսում է սրա պատասխանատվությունը։ Սա անթույլատրելի է մի քանի դրվագով։ Նախ առաջինը որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես սա չեմ կարող ուղղակի կուլ տալ մարսել, որ մեր հոգևորականները խախտում են Աստծո պատվիրաններից մեկը, մի սպանիրը, եւ ըստ երևույթին Հայաստանի Հանրապետությունում սպանության տեսարաններ են բեմադրում ու պատրաստվում են ըստ քրեական գործի եւ բաց թողնված ինֆորմացիայի պատրաստվում են այդպիսի գործողություններ իրականացնել եւ երկրորդը առասարակ հոգևորականները պետք է իրենց ականջին օղանեն, որ քաղաքականություն մտնելու իրավունք չունեն եւ դա սահմանադրության խախտում է եւ առաջինը եղել է իրանց կողմից այդ խախտումը։ Բայց երեք նաև եւս այսպիսի մի հայտարարություն եղավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին շուրջ 1 ժամ տևած զրույցի ընթացքում Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ սանձազերծված հաշվեհարդարին։ Ինչ եք ուզում որ ես մեկնաբանեմ։ Դուք ասացիք Մայրաթորի հայտարարությունը երեք առաջին նախագահի գրասենյակի 97-98 թվականներին իր սեփական վախերին պարտվելով մենակ է թողել հանրությանը, իր տեսլական առաջ չի տարել, այն է պատերազմ թե խաղաղություն հայտնի հոդվածի հետքերով գնալը, մարտով մարտի 1-ին փախել մտել է իր առանձնատուն ու էլի սեփական վախերին պարտվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մենակ է թողել դեմ հանդիման քոչարյանասերժական ռեպրեսիվ համակարգի դիմաց եւ դրա արդյունքում 10 քաղաքացի է զոհվել։ Մարդ ով նույն 2018 թվականին Կտրիչ Ներսիսյանին 2 ժամից ավել կանգնած է թողել իր դռան ետևում, հիմա Կտրիչ Ներսիսյանի ջատագով եւ պաշտպանը հանդես գալիս։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին եւ առհասարակ, ես չէի ուզի ֆիքսվել հենց Սամվել Կարապետյանի վրա, որովհետեւ հիմա քննարկումներ է հանրային դաշտ նետվում, որ այս փյուրքից այս ներկայացուցիչը կգա, այն ներկայացուցիչը կգա։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության մեջ խառնվելու իրավունք ունեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եթե գալիս են եւ նկրտումներ ունեն քաղաքական process-ներին խառնվելու,
թող առաջին հերթին լուծեն իրենց քաղաքացիության հարցը։ Հրաժարվեն այն երկրի քաղաքացիությունից, որի քաղաքացին իրենք հանդիսանում են։ Այդ միլիարդներով Հայաստանի Հանրապետությունում հարցեր լուծելու նկրտումներն ու ցանկությունները թող դնեն մի կողմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում։ Ինչպես որ այդ ինքնասառեցված հոգևորականն է իր հայտնի ձայնագրության մեջ նշում երկու հոգու գյուլ ենք ընտանիքի անդամներին էլ փողով կառնենք, իրանք չարաչար սխալվում են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում, առավել եւս չի վաճառվում օտարերկրյա ուժային կենտրոնների կողմից այստեղ ուղղորդված իբրև մարիոնետկա ներկայացող տարբեր յան ազգանուն կրողներին։ Դե այստեղ մտավախություն կա, ասում են, եթե հեծը պետականացվի, շատ գործարարներ կվախենան Հայաստանում ներդրումներ անել, այդպիսի թեզեր են շրջանառվում ընդդիմության կողմից։ Հեծը Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների առաջ ունի ստանձնած պարտավորություններ, որոնք մեղմ ասած թերի է կատարել, դա շատ մեղմ է ասված, այլ կերպ ասած տապալել այդ պարտավորությունները եւ պայմանագրային պարտավորվածություններ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ պատրաստվում է օրենքի շրջանակում հեծը պետականացնել։ Ինչի մասին է խոսքը։ Եվ ի վերջո ռազմավարական նշանակություն ունեցող այդպիսի կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներն, ինչպիսին օրինակ հեծն է։ Հաջորդը կարող եմ ասել օրինակ Հարավկովկասյան երկաթուղին, գազը կամ ջուրը, եթե ջուրը ֆրանսիական ընկերության օրենքով։ Դա պետությունը պետք է այդտեղ ներգրավվածություն ունենա եւ պետության ձեռքերը այդտեղ պետք է հասնեն։ Դա հանրային ծառայություն մատուցող ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90% եւ ավելին այդպիսի ծառայություն մատուցող մարմիններ է, որ պետք է Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ լինի։ Հեծին պետք է նորից իզուր չասացի Հարավկովկասյան երկաթուղիների մասով։ Հարավկովկասյան երկաթուղիները եւս ունեն պայմանագրային պարտավորվածություններ Հայաստանի Հանրապետության առաջ ստանձնած, որոնք չեն կատարել, տապալել են։ Այնտեղ խոսք էր գնում հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրումների մասին, որոնք այդպես էլ տեղի չեն ունեցել։ Եվ խաղաղության խաչմերուկ նախագծից, երբ որ խոսում է Հայաստանի Հանրապետության իշխանությունները խոսում են, խաղաղության խաչմերուկը չի կարող անցնել ռուսական Հարավկովկասյան երկաթուղով։ Ու այստեղ եւս պետքա պետությունը քայլեր ձեռնարկի։ Իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, ներդրումային դաշտը Հայաստանի Հանրապետությունում գործարարների համար ապահովված է, պաշտպանված է Հայաստանի Հանրապետության օրենսգրքերով եւ ներդրողներն ազատ են այստեղ ներդրումներ կատարելու։ Դուք որևէ այլ ներդրողի տեսել եք, որ պետությունը գնա եւ այդ ներդրողի իրականացրած ներդրումների եւ բիզնես պրոյեկտների մեջ խառնվի ու միջամտություն իրականացնի։ Ոչ։ Պարոն Մկրտչյան, իսկ երեք բացահայտված այս դեպքի առնչությամբ դուք այստեղ տեսնում եք արտաքին ուժերի ներգործություն եւ ինչ որ առնչություն կամ գուցե կապ տեսնում եք նույն հենց Սամվել Կարապետյանի հետ, թե չէ։ Հարցրեք կամ հիմա չունեք այդ հնարավորությունը, հորդորենք իրավապահ մարմինների մեր ընկերներին, մեր հայրենակիցներին, որ հարցնեն, այս հարցը տան մերօրյա Բեն Լադեն Վազգեն Գալստանյանին։ Այդ ում նկատի ուներ ինքը շաբաթներ առաջ, որ ասում էր աշխարհակաղակական ուժային կենտրոններից ինձ ասել են Հայաստանում S պիտի լինի, Հայաստանում M պիտի լինի։ Դա պետքա ուղղել իրան։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, հետքը շատը պարզ է։ Ռուսաստանի Դաշնությունում միլիարդավոր դոլարների ունեցվածք ունեցող հայազգի գործարարը կամա թե ակամա իր կամքով թե իր կամքից զատ հայտնվել է մի իրավիճակում, որ ստիպված է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական process-ների մեջ խառնվել։ Արդից օգտվելով կարող եմ հորդորել մեր հայրենակիցներին, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրենակիցներին, բիզնես գործունեություն ծավալող հայրենակիցներին, որ զգուշ լինեն։ Մեղք են իրանք իրականում։ Ինչ առումով անկեղծ եմ ասում, ես խղճում եմ մեր այդ հայրենակիցներին այն առումով, որ իրենք այդ միլիարդավոր դոլարները կուտակել են մի երկրում, որ ընդհանրապես մեկ գրչի հարվածով կամ մեկ հրահանգով այդ ուժային կառույցներին կարող է հոդս ցնդել։ Դա նմանատիպ օրինակ ունեցել ենք, չէ՞։ Լուսահոգի Լևոն Հայրապետյանը ինչ ճակատագրի արժանացավ։ Կամ լավ Ռուբեն Վարդանյանին եկեք վերցնենք, ինչի Ռուբեն Վարդանյանի օրինակը օրինակ չի։ Այդ Ռուբեն Վարդանյանը ինքը իր գլխում որոշում կայացրեց, եկավ Լեռնային Ղարաբաղ, պատռեց ռուսական անձնագիրը, հետո ռուսների ձեռքով չգիտես ինչ պայմաններում հանձնվեց Ադրբեջանին։ Դա էլ դեռ պետքա պարզել։ Շատ են խոսում նրա վերադարձի մասին, վերադառնալուց հետո այդ հարցերը պետքա ուղղել իրան, քանի դեռ ինքը գերու կարգավիճակում է այնտեղ,
մեզանից յուրաքանչյուրը ամեն ինչ պետք է անի, որ յուրաքանչյուր հայ մարդ, ով գերուկարգավիճակում է Ադրբեջանում, վերադառնա օր առաջ Հայաստանի Հանրապետություն, բայց դա մեզ չի արգելելու կամ չի սահմանափակելու հետագայում վերադարձից հետո նրա առաջ հարցեր դնելու, լեգիտիմ հարցեր դնելու, թե ինչպես դա ստացվեց, այդ ոնց, ով էր մեղավոր, ինչ էին անում ռուսները։ Պարոն Մկրտչյան, երեք շատ անդիմադիրներ հայտարարում են, որ սա սարքած գործը արհեստական բանականության միջոցով են սարքել կամ ստացել Բաքրատ Գալստանյանի հետ գլուխները պատին են տալիս, որովհետև ձայնագրությունները կեղծ չեն, որովհետև նույն Վազգեն Գալստանյանը ինքը դատարանում ընդունել է, որ արտահայտել է այդպիսի մտքեր, այդ մտքերն իրենն են եւ արհեստական բանականության միջոցով սարքված չեն։ Ասեմ ավելին, լավ արհեստական ընդունենք մի իրավիճակ, իսկ իրականում այդ իրավիճակը չկա։ Ֆիքսենք, որ Վազգեն Գալստանյանը ընդունել է այդ մեղադրանքը այդ մասով։ Ընդունենք մի իրավիճակ, որ լավ արհեստական բանականությամբ դա էր սարքած, ձայնն էր սարքած, բայց զենք զինամթերքը, այդ մետաղի գործիքները, այդ խմբավորումը ռադիկալ տրամադրված դա էլ արհեստական բանականությունը սարքել կամ լավ նախորդ տարի հունիս ամսին հունիսի 12-ին եթե չեմ սխալվում տեղի ունեցածը դա էլ էր արհեստական բանականությունը որ իր վեղարի թևերը քշտած հարձակվել էր ոստիկանների վրա դա էլ էր արհեստական բանականությունը սարքել առհասարակ իրավապահ համակարգին հորդորում պահանջում եւ խնդրում եմ Աշկները 4 արած իդենտիֆիկացնեն բոլոր այն դեմքերը, ովքեր որ այս պահին, այս օրերին աջակցում են մերօրյա Բեն Լադենին եւ իր խմբավորմանը, որովհետեւ սա պետականության տակ դրված ռումբ էր, որը Փառք Աստծո եւ ի պատիվ մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների կանխվել է, բացահայտվել է եւ հնարավորություն չեն ունեցել իրականացնելու, բայց այն մարդիկ, ովքեր որ աջակցում են այս խմբակին առնվազն կիսում են նրանց գաղափարները եւ նրանք պետքա իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում լինեն առաջին հերթին կտրիչ Ներսիսյանից է պետք սկսել այնտեղ բայց նաեւ այլ անուններ էլ կային եւ գործարարների անուններ կային գրված եւ նախկին նախագահների անուններ կային գրված որ պետք է աջակցեն կամ ինչ որտեղ մարդ բերեին այդ հեղաշրջումը իրականացնելիս այսպես ասած Վազգեն Գալստանյանը որտեղից եւ երբ ծնվեց խոսքը նրա բիոլոգիական ծնունդի մասին չի, ով ծնեց Վազգեն Գալստանյանին։ Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունով քաղաքական դիակը։ Երբ որ իր հայտնի ելույթներից մեկում հայտարարեց, որ պետքա գտնել մի ժողովրդի կողմից սիրված սրբազանի, ով իր ուսերի վրա կվերցնի այդ պատասխանատվությունը ու օրվա իշխանությունների առաջ քաղաքական հայտ կներկայացնի ու իշխանազրկի։ Զարմանալու բան այստեղ չկա։ Ինչի դուք զարմանում եք, որ տերորիստական նկարտումներ ունեցող խմբակին, օրինակ աջակցում է հանրապետության թիվ 1 մերժվածը Սերժ Սարգսյանը, մարդ ում ուղիղ պատասխանատվության գոտում էր 1999 թվականին Հայաստանի Հանրապետության 99 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը եւ պետական այրերի անվտանգությունը։ Դուք զարմանում եք, բայց Լևոն Քոչարյանը, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ հրապարակված փաստաթուղթը 2024 թվականի է։ Ճակատները պաչենք, որ 2024 թվականին էին ուզում մեր հայրենակիցներին Գյուլեին ու իրենց սեփական թիմակիցներին Էշ էին անվանում։ Ну, նկատի ունի, որ ինչի 1 տարի հետո հիմա էլ կարող է խոսեն վաղեմության ժամկետից։ Անգամ ցինիզմը հասել է այդ մակարդակին, որ կարելի է հիմա խոսել վաղեմության 2024 թվականը բան չէր, էլի 15 տարվա վաղեմության ժամկետ չէր, ընդամենը 1 տարի առաջ։ Ինչ անենք։ Չի ստացվել 2024-ին ինքնասառեցված տերտերը բազմիցս հայտարարել էր, որ այ շուտով կգնան, այ մի բան լինելու է, այ սպասեք, ես որ ասում եմ, ես մի բան գիտեմ, ինչ գիտեր։ Ձևերը գիտեր, իրանց ձևերն էր սա։ Այդ ինչ գիտեին։ Լևոն Քոչարյանը թող իր իրավիճակն ու իր դիրքերը թիրախիտակ չդնի, թող զգուշ լինի։ Լավ, ամեն դեպքում հեղաշրջման նպատակը ո՞րն էր, մանավանդ, այսպես ասած, գյուլելով կամ չգիտեմ, սպանելով գալ իշխանության, այդ հեղաշրջման նպատակը ո՞րն էր։ Վերցնել իշխանությունը ու օտարերկրյա այդ ուժային կենտրոնների ձեռքին դառնալ մարիոնետկա։ Այսինքն ամեն դեպքում եկան այն եզրահանգման, որ սա օտարերկրյա ուժային կենտրոններից ուղղված է։ Միանշանակ Կիրիենկոյի մուրազը, ասեմ ավելին, իր փորում է մնալու։ Կիրիենկոյի կեղտոտ ձեռքերը, որ մտել է Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ ու հանրային համերաշխություն է փորձում խաթարել,
կտրվելու է ուղղակի Հայաստանի Հանրապետության սահմաններ մուտք գործելուց անմիջապես հետո։ Սա ակնհայտ է, չէ, որ աշխարհակահաղական կենտրոնի կողմից է կառավարվում, որ աշխարհակահաղական կենտրոնի շահերն են սպասարկում, որ աշխարհակահաղական կենտրոնն է դեմ սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որ աշխարհակահաղական կենտրոնն է դեմ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Սա ակնհայտ է։ Իհարկե, այդ բոլոր թելերը տանում են մերօրյա եւ նոր նշանակված, վերջերս նշանակված կուրատորի մոտ, Կիրենկոյի մոտ եւ իհարկե Լուբյանկայի նկուղ, որտեղից որ բոլոր հրահանգները գալիս են։ Այդ հրահանգներից մեկն էլ արտացոլվել է Հանրապետության երկրորդ քաղաքում Գյումրիում։ Եթե ձեզ թվում է, ես միշտ ասում եմ, եթե ձեզ թվում է, օրինակ Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան հակամարտությունը լուծվել է Հայաստանի Հանրապետության ներսում եւ նախկին նախագահներն ու նախկին ԱԱԾ պետը ազդեցություն ա ունեցել այդ հակամարտության լուծման վրա, չարաչար սխալվում եք։ Այդ հարցերը Հայաստանի Հանրապետությունից դուրս Լուբյանկայի նկուղից արձակված հրահանգների արդյունքում ա լուծվել։ Ու կոնսենսուս -1-ը այս քաղաքական դաշտում գործող այս օտարերկրյա ուժերի ձեռքին գործիք դարձած ուժերի համար թիվ 1 խնդիրն է, որ փորձում են 2026 թվականին լուծել։ Այսինքն բոլորով համախմբվել լուսանցքում թողնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հաշվի չեն առել անկախականների այստեղ դիրքերի ամրապնդմանը եւ հաշվի չեն առել, որ անկախականները թույլ չեն տալու սա։ Տեսեք, խոսեցի Գյումրու դեպքերից, բայց քանի որ արժևում ազգային ժողովի ընտրություններն են 26 թվականի եւ դուք էլ եթե չեմ սխալվում արդեն հայտարարել եք, որ պատրաստվում եք մասնակցել ընտրություններին, չկա մտավախություն, որ Գյումրու նախադեպը կամ Գյումրու օրինակը կկրկնվի այլ։ Ես ասացի, կոնսենսուս -1-ը այս ուժերի համար գեր նպատակա, որ պետքա իրականացնեն։ Այդ համատեքստում հանրապետության թիվ 1 մերժվածն ու թիվ 1 աթեիստը սկսել են հերավար փոխհրաձգությունների շարք մեկը մյուսի ուղղությամբ։ Մեկը իմպիչմենտ է նախաձեռնում, մյուսը չի կարողանում կիսել, դա էլ է շատ հետաքրքիր, որ սկսել են կիսում են։ Իրականում ոչ թե չեն կարողանում կիսել, այլ փորձում են կիսել, փորձում են կիսել ընտրազանգվածը, փորձում են մոլորեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իրենց փոքրիկ ընտրազանգվածին փորձում են մոլորեցնել, որ այ Սերժը կապ չունի Քոչարյանի հետ, Քոչարյանը կապ չունի Սերժի հետ, եւ այսպես փորձում են դաշտը վերաձևել նպատակով, որ վերջն արդյունքում կգան Գյումրի օրինակով կմիավորվեն եւ քաղաքացիական պայմանագրին դուրս կթողնեն։ Այդ կոնսենսուս -1-ը կապահովեն։ Սա է տեղի ունենում իրականում։ Բայց Գյումրիում շատ հետաքրքիր էր նաև Եվրադաշինքի պարտությունը, որովհետև այդքան խոսվում է դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք, ամեն դեպքում Եվրադաշինքը չկարողացավ հաղթահարել։ Ես դրա մասին եմ խոսել, Եվրադաշինքը այդ կոնֆիգուրացիայով քաղաքական ուժերի այդ դասավորվածությամբ Գյումրիի ընտրություններից պետքա դասեր քաղի, իսկ ես կարծում եմ, որ ուժերը դասեր քաղել են եւ հետագա իր գործողությունները պետքա այլ կերպ պլանավորի։ Ես ընդունում եմ այդ ձախողումը, ես ընդունում եմ, որ Եվրադաշինքը այդ դասավորվածությամբ ուժերի այդ կոնֆիգուրացիայով Գյումրիում գոնե թե անպտուղ եղավ եւ արդյունքներ չկարողացավ գրանցել ու հորդորում եմ մեր մյուս գործընկերներին այդ ջայլամային քաղաքականությունը չորթեգրել բնավ։ Այո, պարտվել ենք, այո, Եվրադաշինքը Գյումրիում պարտություն ա կրել, ում ա պարտվել, կրիմինալին ա պարտվել, իշխանության կողմից թիրախավորվել է նաև ինչ-որ առումով, որովհետև հիշում ենք, չէ՞, ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագիրը ինչպես էր դիրքավորվել, ով քաղաքացիական պայմանագրին չի ընտրում է Վարդան Ղուկասյանին, այսինքն Եվրադաշինքին եւս տեղավորել էր այդ զամբյուղի մեջ, ինչը կարծում եմ մարտավարական շատ մեծ սխալ էր քաղաքացիական պայմանագրի կողմից, նախ որովհետև դա ապացուցելի չէ եւ բնավ այդ մեղադրանքը իրականության հետ աղերս չունի, այնտեղ մարդիկ էին, ովքեր տարիներ շարունակ շատ ավելի ռադիկալ մեթոդների եւ գործիքակազմի կողմնակից են եղել ընդդեմ կրիմինալի եւ թալանի վերադարձի եւ այդ մեղադրանքները մտածածին էին։ Եվրադաշինքը այդ կազմով կարծում եմ 2026 թվականին առաջին անգամ եմ իրականում այսպիսի հայտարարություն անում, բայց անելու եմ, երբեք չեմ լռել եւ չեմ պատրաստվում լռել։ Եվրադաշինքը ուժերի այդ դասավորվածությամբ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չի կարող ներկայանալ։ Եվ այսպիսի մի հարց էլ ասեցիք դասեր քաղել Գյումրու ընտրություններից, այ ինչ դասեր պիտի քաղել երեք բացահայտված գործից կամ գործից հետո։ Նախ որ պետքա ֆիքսել, որ այդ գործը իրականության հետ աղերս ունի,
պետքա ֆիքսել, որ օտարերկրյա ուժեր կան դրա մեջ հետաքրքրվածություն ունեցող, որքան էլ որ Պեսկովը հիմա իրենց հաճախորդներին թոնիրը նետի, հա։ Իսկ երեք Պեսկովը դա արել է։ Հիմա թող իրենք այդ աչքերը լայն բացեն, այդ մերօրյա տերրորիստները ու թող դա տեսնեն։ Ամեն դեպքում դա շարունակական է լինելու իմ խորին համոզմամբ։ 2026 թվականի ընտրություններին, քանի դեռ մոտենում ենք, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները տեղական հաճախորդների միջոցով, մարդկանց միջոցով, ովքեր պատրաստ են անգամ ըստ Վազգեն Գալստանյանի իրենց հարազատների արյունը վաճառել, այ նմանատիպ Յան ազգանունը կրող Նժդեհի ասած տականքների միջոցով փորձելու են Հայաստանի Հանրապետությունում հանրային համերաշխությունն ու քաղաքական մթնոլորտը պղտորել։ Պետքա ուշադիր լինել, աչքերը 4 արած հետևել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետքա հորդորել նմանատիպ տեղեկություններ ունենալու պարագայում կիսվեն իրավապահ համակարգի հետ, եթե չունեն վստահություն իրավապահ համակարգի որոշակի ներկայացուցիչների նկատմամբ, ապա կիսվեն հանրային գործիչների հետ, ում նկատմամբ ունեն այդ վստահությունը, ու պետքա համազգային ճակատ ձևավորել ու այս ուժերի դեմ պայքարել։ Գիտեք, երկիր չունենք, այս երկիրը, ինչպես կասեր լուսավորքի սպարապետ Վազգեն Սարգսյանը, որփի գլուխ չի, որ ամեն մեկը ով ոնց ուզի գա խուզի գնա։ Թույլ տալ չի կարելի։ Իսկ այս դեպքի հետ կապված հետևություններ պետք է անել ու եթե երեք ես միջև այս դեպքը կարծում էի, որ Կտրիչ Ներսիսյանին ուղղակի պետք է դուրս հրավիրել Վեհարանից, հիմա պնդում եմ, որ Կտրիչ Ներսիսյանին տերրորիստներին աջակցություն հայտնելու համար պետք է ուղղակի դուրս շպրտել Վեհարանից։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Եվ շեշտեմ իմ հյուրը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։